ջան։ Արևգոր, ես շատ դժգոհ եմ քեզնից գոր։ Հիմա գնա ու մտածի ինձ ինչ ես պատասխանելու։ Ու իրիգունը քո պատասխաններով կգաս մոտս։ Լավ։ Չեք թողել, որ ամեն ինչ էսքան հեռուն գնա, Գարիկ։ Չի ժամանակին դեմները չեք առել։ Փորձել ենք ով ջան։ Բայց խնդիրը ոչ գորի, ոչ էլ վարուժի մեջ է։ Այլ Գևորի։ Որ սաղին իրար է խառնել։ Վարդանի հետ հանդիպել ես։ Հիմա դաժե Վարդանը իր ատաղ վրա չի կարող, ով ջան։ Գևորի նման գալաբարեզների ա կողքը հավաքել։ Ով մի հատ թարս նայեց պարկստում են։ Կխփեն դրան։ Գորն ու վարուժն էլ չուժոյ պախմել կգնան։ Կզանգես Վարդանին, կասես տոգամոտս։ Անպայման։ Աբունց եղավ քեզ բաց թողեցին, ով ջան։ Երեկվա դրությամբ քնիչը ասում էր, որ գործը անպայման դատարան է հասնելու։ Ինչ փոխվեց մի օրվա ընթացքում։ Հոգու վրայից հանեցին Միրոյի սպանության մեղադրանքը։ Փոխվել է այն, որ Միրոն ողջ է։ Ինչ։ Առավոտ դագաղը հանել են, որ իբր Միրոյի դիակի միջից երկրորդ փամփուշտը գտնեն ու համեմատեն առաջին փամփուշտի հետ։ Բայց դագաղում դիակ չի եղել։ Ոնց կարող էր այդ պատահել, ով եք։ Երկու անգամ կրակել ես։ Մի հատ գլխին, մի հատ փորին։ Հետ իմ համար անելու կամնում։ Ես չեմ մտածում, որ մորգում Միրոն մեռած ցեղից վերակացել ու գնացել է։ Ինչ որ մեկը օգնել է նրան։ Երբ իմացել է, որ Միրոն ողջ է։ Ու այդ մարդը շատ լուրջ մարդ է։ Այնքան լուրջ, որ կարողացել է համ մեր աչքին թոզ փչի, համ միլիցեքի։ Եթե Միրոն ողջ է, հնարավոր է, որ քո ձերբակալության հետևում ինքն է կանգնած։ Դա բացառվում է, Գարիկ։ Միրոն առնվազն ապուշ կլիներ, որ ինձ իր սպանության մեղադրանքով բան թողարկեր։ Շատ լավ իմանալ է, որ ռիսկի է դիմում ու քննության ժամանակ կպարզվեր, որ ինքը կենդանի է։ Իսկ հնարավոր չի, որ Միրոն իրոք մահացել է, բայց իրեն ուրիշ տեղ են թաղել։ Իմաստ չկա, Գարիկ։ Սա լրիվ ուրիշ մարդու ձեռքի գործ է։ Ու այդ մարդը հիմա նստած է բանտում։ Ո՞վ այդ մարդը։ Չգիտեմ։ Երեք բանտում իմ կամերի մոտ մեկը հայտնվեց։ Ես նրա դեմքը չտեսա։ Ու ինքը ինձ ասեց, որ իմ իսկական թշնամին հենց բանտից է ամեն ինչ կառավարում։ Իսկական գլուխ կոտրուկ է ստացվում, հո։ Միրոն, այդ հանելուկային մարդ, քո ոգոքորի ձերբակալությունը։ Սա գլուխ կոտրուկ չի, Գարիկ։ Սա հստակ պլանավորված գործողությունների մի շղթա է, որի ընդհանուր պատկերը մենք դեռ չենք տեսնում։ Ու դա շատ վատ է, քանի որ մենք կարող ենք հաջորդ հարվածը ստանանք ամեն պահի ու շատ անսպասելի տեղից։ Դու արդեն մտածել ես, թե ինչ պետք է մենք անենք։ Դեռ չէ, բայց ես ուզում եմ, որ դու մի հատ խոսես Միրոյի աղբոր տղու հետ։ Այդ ապուշը միակ հարազատն է մնացել ու հնարավոր է, որ ինքը ինչ-որ բան իմանա իր հորեղբոր մասին։ Գարիկ, մեր տղեկին ոտի անի։ Թող պատրաստ լինեն։ Ես չգիտեմ, թե վաղը ինչ կլինի մեր հետ։ Կոքորին երբ եմ բաց թողելու։ Հնարավոր է այսօր։ Ավիկ, ես ուզում եմ Վախտանգի մասին խոսենք։ Դու հանդիպել ես նրա հետ։ Հա, երբ քեզ ձերբակալեցին, ես առաջինը գնացի նրա մոտ հարցերի հետևից։ Ու ինչ։ Ես գիտեմ, որ Վախտանգը քո ընկերն է եղել, բայց նա ծիմնի տանում։
Վախտանգ ընդունակ չէր սենց գլխից սարքեր։ Վստահ եմ, նա մինչև հիմա կասկածում ա, որ իբր ես եմ երթվում սպանել տվել։ Բայց որ սենց սարքեր իմ գլխին ու բանտ նստացներ, էդ իրա ձեռագիրը չի։ Հարթանգի կողքը մի տիպ ա ֆրֆռում, որի անցյալը ինձ հուշում է, որ նա պատահական չի հայտնվել նրա կողքին։ Ո՞վ այդ մարդը։ Արշակը նրա անունը։ Հավաստի ինֆորմացիա կա, որ նա կայոթի գործակալ ա եղել։